Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ գտնվում էին բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ծնողները և դատապարտվածների ընտանիքի անդամները։ Լուսանկարները ձեռքներին նրանք գտնվում էին ապրիլի 9-ի հուշահամալիրի հարակից տարածքում, որտեղ հայտարարում էին, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները իրավունք չունեն մոտենալ հուշահամալիրին։ Պարզաբանել են, որ կպաշտպանեն հուշահամալիրը և կվերահսկեն այնտեղ եկողներին։ Զուգահեռաբար տեղի է ունեցել բանավոր բախում ապրիլի 9-ի ցույցերի մասնակիցներից մեկի և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց ծնողների ու նրանց աջակիցների միջև։ Նրանք ապրիլի 9-ի մասնակցին ասում էին, որ չտային հեռուստատեսային մեկնաբանություններ կոնկրետ լրատվամիջոցների, այդ թվում Առաջին ալիքին, Իմեդիին և Ռուսթավի 2-ին։ 1989 թվականի ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին քաղաքացիները և ցույցերի մասնակիցները խորհրդարանի շենքի առջև։ Զոհվածների հիշատակը հարգելու համար քաղաքացիներն ամբողջ գիշեր մինչև լուսաբաց ծաղիկներով և վառված մոմերով գալիս էին և ծաղիկներով զարդարում ապրիլի 9-ի հերոսների հուշահամալիրը։ Նրանց թվում էին նաև 1989 թվականի ցույցերի մասնակիցները։ Առավոտյան ժամը 4-ին, երբ խորհրդային բանակը հարձակվեց ցուցարարների վրա, անցկացվեց հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հիշատակին։ Թել Ավիվում ապրիլի 9-ի հուշահամալիրը ծաղիկներով են զարդարել տեղական իշխանության ներկայացուցիչները, քաղաքացիները և Թել Ավիվի պետական համալսարանի ուսանողները։ Նշվել է, որ ապրիլի 9-ը ազգային միասնության և Վրաստանում ազգային ազատագրական շարժման սկզբի օրն է, որը տխրության հետ մեկտեղ նաև հպարտությամբ է ուղեկցվում։ Քութայիսիում ապրիլի 9-ի հուշահամալիրը ծաղիկներով զարդարել են խորհրդարանում Քութայիսիի պատվիրակ Զազա Լոմինաձեն և տեղական իշխանության ներկայացուցիչները։ Հայր Ավթանդիլ Գրձելիձեն հոգեհանգստյան արարողություն է անցկացրել ապրիլի 9-ի զոհվածների հոգիների հիշատակին։ Հուշահամալիր են գնացել նաև չոխահագնողները և շարքային քաղաքացիները։ 1989 թվականի ապրիլի 9-ի առավոտյան խորհրդային բանակը դաժանորեն ցրել է Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող խաղաղ բողոքի ցույցը, որի ժամանակ զոհվել է 21 մարդ, ողբերգությունից անցել է 37 տարի։ Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարը աշխատանքային հանդիպում է անցկացրել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջության ոլորտում գլոբալ մարտահրավերներին, որոնք կապված են աշխարհում ընթացող իրադարձությունների հետ։ Հանդիպման շրջանակներում քննարկվել են առկա խնդիրների լուծման ուղիները։ Զրույցը վերաբերել է զբոսաշրջային շուկաներում համատեղ ակտիվություններին, որոնք կնպաստեն բացասական ազդեցության նվազեցմանը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։ Մեղադրյալի ժամանակավոր բնակելի բնակարանի խուզարկության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են իրացման համար պատրաստված առանձնապես խոշոր չափերով մեթադոն թմրամիջոց։ Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերը կմնան տեղում, մինչև Իրանի հետ իսկական համաձայնագիրը լիովին չկատարվի։ Նրա խոսքով ԱՄՆ-ի բանակը պատրաստվում է, հանգստանում և սպասում հաջորդ նվաճմանը։ ԱՄՆ-ի բոլոր նավերը, ինքնաթիռները և ռազմական անձնակազմը լրացուցիչ զինամթերքով, սպառազինությամբ և ամեն ինչով արդեն զգալիորեն թուլացած թշնամուն մահացու կերպով ոչնչացնելու համար կմնան տեղում Իրանում և նրա շուրջ, մինչև ձեռքբերված իսկական համաձայնագիրը լիովին չկատարվի։ Եթե որևէ պատճառով դա չկատարվի, ինչը շատ քիչ հավանական է, ապա կրակոցները կսկսվեն, գրում է Թրամփը սոցիալական ցանցում։ Իսրայելի վարչապետը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել Իսրայելի հետ համակարգմամբ։ Ինչպես Իսրայելի կառավարության ղեկավարն է նշել հեռուստատեսային ուղերձում, սա արշավի ավարտը չէ, այլ սա ճանապարհի մի փուլ է բոլոր նպատակներին հասնելու համար։ Բենյամին Նեթանյահուի հայտարարությամբ Իրանը բանակցությունները սկսում է ավելի թույլ դիրքերից, քան երբևէ։ Տեսաուղերձում, որը տարածվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հայտարարելուց հետո, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն ունի էլի ավելի շատ նպատակներ իրականացնելու։ Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական կանցկացնի միայն 10 նավ։ Հրատարակության տեղեկացմամբ Իրանի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են այն նավերին, որոնք սպասում են այդ տարածքով անցնելուն, որ նեղուցը կանցնեն միայն այն ժամանակ, երբ Թեհրանից համապատասխան թույլտվություն կստանան։ Եթե որևէ նավ փորձի անցնել նեղուցը առանց թույլտվության, կկործանվի, հայտարարել են Իրանի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Ներկայումս Հորմուզի նեղուցով անցնելուն սպասում է ավելի քան 400 տանկեր։
Ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք են մատուցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Հուշահամալիրը ծաղկեպսակով զարդարել է ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ալան Պերսելը։ Նաև ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ է գտնվել Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Ռուսթավելիի պողոտա են ժամանել նաև Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպանությունների ներկայացուցիչները։